Անկախ գործարքներով հետվճարի համակարգը ներդրվել է 2022 թվականի կեսին, այն մի քանի նպատակ էր հետապնդում, նախ եւ առաջ հնարավորություն էր տրվում կենսաթոշակառուներին եւ նպաստավորներին իրենց վարքագծի փոփոխության արդյունքում բարձրացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը եւ նույն ժամանակ այն տնտեսական որոշակի էֆեկտ ուներ, որովհետեւ անկախի գործարքները ամբողջությամբ թափանցիկ են, հետեւաբար այստեղ որոշակի ստվերային դրսևորումների բացահայտումները տեղի ունենում, այսինքն այն գործարքները, որոնք կկատարեն շահառուների կողմից, դրանք ամբողջությամբ կլինեն թափանցիկ եւ դրանից կգեներացվի այն բյուջետային մուտքերը հարկերի տեսքով, որոնք վերադարձում են մեր շահառուներին։ Մյուս կողմից ինքը բավականին նոր տեխնոլոգիական առումով նոր համակարգ է, որը ավելի հեշտացված եղանակով թույլ է տալիս մեր շահառուներին եւ առհասարակ մարդկանց կատարել իրենց գնումները շատ ավելի հեշտ։ Ինչպես նշեցի, ինքը ամբողջությամբ թափանցիկ դաշտում է, այսինքն բոլոր անկախի գործարքները դրանք տեսանելի են պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում, այսինքն երբ գործարքը կատարվում է, գեներացվում է հաշվիչ դրամարկղային մեքենայի այդ կտրոնը եւ միևնույն ժամանակ բանկային քարտային պրոցեսինգային համակարգով բոլոր գործարքները անցնում են եւ ստանում են իրենց արձանագրումները եւ հետագայում հաշվետվողականության առումով բոլորը արտացոլված են։ Հետվճարի ծրագրից օգտվում են այն բոլոր մեր քաղաքացիները, ովքեր պետությունից ստանում են պարբերական վճարներ կենսաթոշակների, նպաստների տեսքով եւ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները նույնպես եթե ստանում են պետական բյուջեից կենսաթոշակ կամ նպաստ, ապա բնականաբար իրենք էլ կարող են օգտվել ինչպես մեր մյուս հայրենակիցները։ Հետվճարի համակարգը անկախ թե ինչ տեսակի գործունեություն է իրականացնում տնտեսվարողը, գործում է, այսինքն ընդհանրապես պետք է պոստ տերմինալի միջոցով կատարել վճարում, անկախ նրանից, թե ինչ գնում կամ ինչ ծառայության դիմաց է մեր շահառուն կատարում վճարումը, այսինքն հետվճար հնարավորություն է ստանալ եւ փոքր խանութում, սուպերմարկետում կամ հագուստի եւ այլ պարագաների, տեխնիկայի, կահույքի, ինչու՞ չէ նաեւ ծառայությունների վճարման դիմաց նույնպես հաշվարկում է հետվճար, վարսավերանոցներ, հյուրանոց եւ այլն։ Բոլոր նմանատիպ եղանակով կատարված վճարումներից հաշվարկում է հետվճար, բացառություն է խաղային ոլորտում կատարված վճարումները, այդ գործարքներից չեն հաշվարկում հետվճար եւ կոմունալ վճարների դիմաց կատարված գործարքներից նույնպես չի հաշվարկում։ Մնացած բոլոր գործարքներից հետվճարը հաշվարկվում է։ Հետվճարի չափը այս տարվա հունվարի 1-ից հետո կատարված գործարքների դիմաց հաշվարկվելու է արդեն 20%, նախկին 12%-ի փոխարեն, ընդ որում եթե մեր շահառուների կողմից օգտագործվող բանկային քարտը արքա տեսակի քարտ է, դրան կգումարվի եւս 2%, պետական մեկ այլ ծրագրի շրջանակում, այսինքն մինչև 22% հնարավոր է հետ ստանալ։ Եթե 20%-ի շրջանակում ուրեմն մեր շահառուները կկատարեն անկախի գործարքներ, ապա նրանց հետվճարը կազմի մինչև 10,000 դրամ, այսինքն մինչև 50,000 դրամ կատարված գործարքների դեպքում հնարավոր է ամբողջությամբ ստանալ հետվճարը 20%-ի չափով։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ, յուրաքանչյուր հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործարքները ուրեմն հաշվարկվում են եւ մինչև հաջորդ ամսվա 25-ը ենթակա են վճարման, այսինքն երբ ամիսը ավարտվում է, այստեղ 25 օր ուրեմն ժամկետ կա, որպեսզի ամբողջ տվյալները հավաքագրվեն, հաշվարկվեն, կատարվեն այն բացառությունները, որը սահմանված է
քիչ առաջ նշածս ոլորտներով։ Քաղաքացին ընդհանրապես պետք է իր կենսաթոշակական նպաստը, եթե կանխիկով է ստանում մինչև օրս, փոխի իր վճարատեսակը անկանխիկի, այնուհետև բանկային քարտի միջոցով կատարի գնումներ։ Գործարքներից հետվճարի ծրագրի մեկնարկից մենք յուրաքանչյուր ամիս ունենում ենք թվային ցուցանիշների աճեր, թե քանակական առումով, այսինքն տվյալ ամսվա ընթացքում օգտված շահառուների թվի պարբերաբար աճ ենք ունենում եւ կանոնավոր աճ ենք ունենում։ Վերջի ամիսը, որը կարող ենք այսօր խոսել, վերջի ամսվա ցուցանիշը դա 25 թվականի նոյեմբերն է, որովհետեւ դեկտեմբեր ամսվա ցուցանիշները մոտ օրերս կստանանք։ Նոյեմբեր ամսին 378,000 շահառու օգտվել է եւ ստացել է իր հետվճարը։ Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից անկանխիկ գործարքները նշված քարտերի միջոցով կազմել են շուրջ 330 միլիարդ դրամ, որի գծով հաշվարկել եւ հետևճարվել շուրջ 32 միլիարդ դրամ մեր շահառուներին, իսկ միջին հետվճարի չափը նոյեմբեր ամսվա կրկին դրությամբ կազմել է մոտ 4200 դրամ, իսկ արդեն հունվարի 1-ից, քանի որ բարձրացել է հետվճարի չափը 20%, ապա միջին հետվճարի չափը էականորեն կբարձրանա մինչև 7000-ի սահմաններում։ Կանխիկի համեմատ առավելությունները բազմաթիվ են։ Նախ այն, որ այնուհետև հնարավոր է լինում, օրինակ որոշ ժամանակ անց տեսնել, թե որտեղ որքան գումարի գնումներ ես կատարել, այսինքն հաշվետվողականության զուտ շահառուի տեսանկյունից ինքը բավականին լավ գործիք է։ 2025 թվականի դեկտեմբերին ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն կենսաթոշակները եւ նպաստները 26 թվականի ապրիլի 1-ից սկսած ամբողջությամբ վճարվում են միայն անկանխիկ եղանակով եւ կհորդորեինք մեր շահառուներին, սիրելի քաղաքացիներին, որպեսզի մինչ այդ ժամկետը լրանալ իրենք հնարավորություն ունեն, ժամանակ կա ընտրեն իրենց համար նախընտրելի բանկ, որպեսզի ժամկետին մոտ լինելու ժամանակ անհարմարություններ իրենց չպատճառեն եւ օր առաջ ավելի շատ եւ շուտ օգտվեն մեր հետվճարի հնարավորություններից։